պետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը երդվում եմ։ Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավականու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պատրաստվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացող նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։ Երդվում եմ։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով Փարաքար համայնքի ավականին որոշում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավականու 2025 թվականի հաջորդ հերթական նիստի գումարման օր սահմանել 2025 թվականի մայիսի 15-ին ժամը 12-ին։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման բայց հարգելի ավականներ, խնդրում եմ ովքեր են կողմ, իհարկե մեկ անգամ ես խնդրեմ ոտքի կանգնենք բոլորս, ներմնական աղոթքով այս օրը ավելի շարքարենք։
Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ երեցի անուն քո, եկես երկայթյուն քո, երեցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր անապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ փառքիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց պարտաբանած, եւ մի տանիրս մեզ ի փորձություն, այլ հրգյաս մեզի չարե, զիքո երկայթյուն եւ զորություն եւ բար Դավիթյանս ամեն։ Ըստ գործը սերած մերոց ուղիղարել մեզ Տեր, ըստ գործը սերած մերոց հաջողյա մեզ ամեն։ Շնորհակալություն։ Եզարկու պարոն Գրիգորյան, Արկադյան, ավականու անդամներ, Սերի Տերայր և Արկադյան և թականկին բարակարցիներ, ձայն բազմած ձայն աստուց, ասում ենք մենք, ժողովրդի ձայնը աստուց ձայնը, և ամեն անգամ այդպես ժողովուրդն է, որ կարողանում է ընտրել և իր իրավունքները պաշտպանել։ Եվ այսօր յուրատուկ գորե բոլորիս համար, աշխարհի բոլոր քրիստոնյաների համար, ավագ շաբաթ է, որ այսօր նայում մենք պետք է հաղթական ավետիսը մաղթենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության։ Մեր ժողովուրդը հարության խորհրդով ապրող ժողովուրդ է։ Մենք հավատում ենք հարության մեծագույն խորհրդին, որտեղ մեզ է Քրիստոսի պես կարան Գողգոթա, խաչեցին, թաղեցին, բայց մենք հարություն ենք ապրել։ Շուտով նաև ապրիլ 24-ը պետք է մենք տոնախմբենք, որովհետև մենք հարամյակին հայեկեղեցին մեր նահատակներին սրբադասեց և այլևս մենք ոչ թե հոգյանստյան կարգ ենք կատարում, այլ խնդրում ենք նրանց բարեխոսությունը մեզ համար, մեր նահատակների և մենք չպետք է մոռանանք ոչ մի դեպքում այն ինչ որ կատարվեց մեր ազգի հետ, նաև այսօր որ շարունակվում է, ով մոռանում է իր ազգի անցյալը, մոռանում է նաև ներկան և ապագան։ Միշտ պետք է ապրենք արթուն, և այսօր մեր մեծագույն մաղթանքն է, գնահատական էօրտությունն է ձեզ, պարոն Գրիգորյան, հավաքանու բոլոր անդամներին և մեր սիրելի ժողովրդին, որ բարձր պահենք մեր պատիվը, հզոր պահենք մեր ազգի խիղճն ու հարգանքը և նաև հավատը, մեր բանակը, որտեղ մեր բանակն է, այո, գրավականը մեր ապահովության, գրավական և սխալ է, ես սխալ եմ որ բանակը մեր բարոյրեղված է, մեր բանակը կա, մեր տղաները կան և հարկ եղած դեպքում կպաշտպանեն մեր հայրենիքը, մենք բոլորս վստահ ենք մեզ և այսօր մենք ուզում ենք որպեսզի այս հնագույն համայնքի հարակարի, հնագույն համայնքի խոշորացված համայնքի մեր սիրելի նորընտիր համայնքի ղեկավարին մաղթենք միայն հաջողություն։ Գեղեցիկ օր ընտրվեց երկնակալության, ասի հաղթական օր է այսօր, բոլոր մեր քրիստոնյաների համար։ Այսօր Քրիստոսի հաղթական հարության ավետիսը տանք մենք բոլորս իրար, և թող այդ ավետիսով շարժվեք, պարոն Գրիգորյան, և միայն հաղթանակների շարանը ձեզ ուղղորդի, որպեսզի ավելի ևս հզորացնենք, ավելի ևս ամրապնդենք համայնքի կյանքը և ամեն անգամ գալուց նորանոր հաջողություններով մենք բոլորս միասին ուրախանանք և հպարտանանք։ Թող Աստված ձեզ պահապան լինի և նաև հավաքանու բոլոր անդամներին համատեղ գեղեցիկ աշխատանքով և մեր ժողովրդի այս աջակցությունը, որ դուք ունեք, թող լինի ձեզ առավել ևս ուժ և կարողություն և նաև նեցուկ ձեր ամբողջ այս պաշտպանավորման ընթացքում։ Աստված ձեզ շնորհավորում ենք և մաղթում ենք ամենայն